Բարև ձեզ, մենք այսօր գնացել էինք Փայտարվեստի թանգարան, այնտեղ մեզ ցույց տվեցին տարբեր հնաոճ իրեր։ Այնտեղ գդալների բաժնում կար գդալ, շղթակդալ, որ ամուսնության ժամանակ մեղր էին տալիս։ Որ մարդիկ ապշուտ հարսնոփեսան միշտ իրար հետ լինեին և իրար սիրեին։ Մենք այնտեղ տեսանք փայտի ծաթոց, որ տատիները նստում են և ճով են տութում։ Մենք այնտեղ տեսանք հին կրտակներ, որոնց վրա կային զարդանախշեր, երբ մենք կրտնակում էինք խմորի վրա զարդանախշեր էին հայտնվում։ Հատուկ փայտիկներ կան, որոնք մտցնում են գաթայի մեջ, երբ որ փայտիկին խմորը կպած է լինում, նա պատրաստ չի լինում, իսկ երբ որ գաթան կպած չի լինում գաթայի խմորը, նա պատրաստ է։ Մենք այնտեղ տեսանք ծիսական ափսեներ, որի վրա դնում են գաթա։ Մենք թանգարանում տեսանք 500 լիտրանոց գինով կարաս, որը պատրաստված է կավից։ Այնտեղ մի հատ կուշ կար, որը վերևը թել է, մի հատ է քառակուսի անցք։ Իջեցնում ենք կարասի մեջ և գինին հավաքում լցնում գինիի բաժակի մեջ։ Այնտեղ տեսանք հարիսայի համար մեծ շերեփներ։ Ես իմացա, որ նաև առաջ մարդիկ հագնում էին փայտից պատրաստված հողաթափներ և գնում էին բաղնիկ, նաև մենք իմացանք, որ բաղնիկները առաջ տանը չեն լինում, այլ դուրսն էին լինում։ Մենք թանգարանում տեսանք երաժշտական գործիքներ՝ դուդուկ, ծիրանափող, շվի։ Մենք այնտեղ տեսել ենք դաղդղան, որը փայտից իր էր, որը պաշտպանում էր մարդկանց չար աչքից։ Մենք թանգարանում տեսանք զարդանախշերով գդալներ և կրտնակներ։ Մենք տեսանք փայտե օրորոցներ։ Մենք այնտեղ տեսանք, որ օրորոցները բաց էին և ծնված երեխեքները թերերից էին բռնում, որ չընկնեին։ Այնտեղ կար գրքագիր, որը դնում են եկեղեցիներուն, այդ գրքադիրը պատրաստված էր փայտից, եկեղեցում այդ գրքադիրը դնում են, որպեսզի կարդան աղոթներ։ Մենք այնտեղ նաև տեսանք գդալներ, որոնցով օգտվել են հին ժամանակներում, և այդ գդալները 9 հատ էին։ Ընտանիքի ամեն անդամը ունի իր գդալը։ Ասա, շարունակիր։ Ամեն մեկը, եթե մեկը ամուսնանում է, նա վերցնում է իր գդալը և գնում իր մյուս տունը։